Շնորհավոր Տոնդ Աբովյան։ Տոնական շունչ, բարձր տրամադրություն, հանդիսավոր մթնոլորտ։ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքը 49 տարեկան է։ Հոբելյանական առիթը քաղաքային մարզադաշտում է համախմբել Աբովյանի մեծ ու փոքր հազարավոր բնակիչների։ Քաղաքի տարեդարձին նվիրված տոնախմբությանն ավանդույթի համաձայն ներկա է նաև Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Աբովյանի պատվավոր քաղաքացի Գագիկ Ծառուկյանը։ Տոնի մեկնարկն ազդարարվում է ազգային օրհներգով։ Երիտասարդ, բայց եւ հարուստ պատմությամբ ու ավանդույթներով հարազատ քաղաքի մասին աբովյանցիներն առանձնակի ջերմությամբ ու հպարտությամբ են խոսում։ Առավել եւս, որ քաղաքի զարգացումն ու առաջընթացը տեսանելի է յուրաքանչյուր քայլափոխի։ Աբովյանցիներն այս հանգամանքն ամենևին էլ պատահական չեն համարում։ Իրենց կողքին է Գագիկ Ծառուկյանը ամենօրյա ուշադրությամբ եւ քաղաքի համար կատարած հսկայածավալ աշխատանքով։ Խոսքի եւ գործի համատեղելիություն արդեն ավելի քան 10 տարի։ Բազմաթիվ դպրոցների եւ մանկապարտեզների հիմնանորոգում, մի քանի տասնյակից ավելի խաղահրապարակներ, անհրաժեշտ բոլոր պարագաներով գերհագեցած սպորտ դպրոցի հիմնում, բարեգործական բազմաթիվ նախաձեռնություններ, բարեկարգ, կանաչապատ եւ գեղեցիկ Աբովյան։ Անգնահատելի է Գագիկ Ծառուկյանի ավանդը քաղաքի յուրաքանչյուր ոլորտի զարգացման գործում։ Աբովյանն այսօր առանց պարոն Ծառուկյանն էլ առանց Աբովյանի այսօր մենք պատկերացնել չենք կարող։ Աբովյանով հպարտացել եմ, հպարտանում եմ եւ կհպարտանամ։ Ես Աբովյանը շատ եմ սիրում եւ աշխարհում ոչ մի քաղաքի հետ չեմ փոխի։ Իմ Աբովյանը իմ քաղաքն է, իմ պարծանքը։ Շնորհիվ ուրեմն պարոն Ծառուկյանի իրոք որ ուրեմն մեր քաղաքը աճում, բարգավաճում եւ ժողովրդի դեմքին ամենակարևորը ուրեմն ժպիտ է երևում։ Միշտ պարոն Ծառուկյանը Աբովյանի կողքին է, օգնում է բոլոր ժողովրդին, միշտ կանգնած է սարի նման։ Հզոր զարգացած ու բարեկեցիկ իր հերթին ահա այսպիսի Աբովյան է ցանկանում տեսնել Գագիկ Ծառուկյանը։ Սիրով խոսափողը տրամադրում ենք Աբովյանի պատվավոր քաղաքացի, Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ, մեծ բարերար, մեծ հայորդի, հարգարժան պարոն Գագիկ Ծառուկյանի։ Հարգելի սիրելի աբովյանցիներ, առաջին հերթին ուզում եմ իսրտե ողջունել ձեր բոլորին։ Ուզում եմ շնորհավորել մեր բոլորին մեր քաղաքի տոնի կապակցությամբ։ Մեր քաղաքի տոնը շնորհավոր լինի։ Սա ոչ մի միջոցառում է, այլ սա ավանդույթ է, որ մենք ամեն տարի այսօրը նշում ենք մեր քաղաքի տոնը։ Մեծ շուկով բոլորս միասին։ Մյուս տարին արդեն լրանում է մեր քաղաքի 50-ամյակը, որը իհարկե դա պատմություն է։ Մեր երիտասարդ քաղաքը դառնում է 50 տարեկան։ Բոլորս միասին, ամբողջ քաղաքով, մեծ շուկով տոնել ենք մեր քաղաքի 50-ամյակը։ Երբ լրանա 50 տարին, մեր այն աբովյանցիներին, հիմնադիրներին, բոլորին անխտիր, ովքեր մասնակից են եղել, մեր քաղաքի շինարարությանը հիմնադրման առաջին օրվանից։ Բոլորս մեր շնորհակալական խոսքը կասենք, մեծարման խոսքը կասենք։ Անակնկալներից ամենամեծը, սակայն դեռ առջևում է հաջորդ տարի քաղաքի 50-ամյա հոբելյանին զուգահեռ մեկ այլ կարևոր իրադարձություն է տոնվելու։ Ողջ քաղաքով մասնակցելու են Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Աբովյանի սրտում կառուցվող Սուրբ Հովհաննես եկեղեցու հանդիսավոր բացմանը։ Տարածաշրջանում եզակի եւ նախադեպը չունեցող այս հոգեվոր կառույցն աչքի է ընկնում զարդանախշերի եւ քանդակների ինքնատիպությամբ եւ ճարտարապետական յուրօրինակ լուծումներով։ Աբովյանցիների համար այս եկեղեցին ամենասպասված ու ցանկալի նվերն է։ Ամենակարևորը եկող տարի մեր քաղաքը արդեն կունենա իր եկեղեցին։ Սուրբ Հովհաննեսը մեր եկեղեցու բացումը մեծ տոնով կանենք։ Թող Սուրբ Հովհաննես Աբովյանի եկեղեցին պահպան լինի մեր աբովյանցիներին, պահպան լինի մեր ժողովրդին։ Սիրելի աբովյանցիներ, ձեր բոլորին ցանկանում եմ բարձր տրամադրություն, լավ ժամանց, Աստված թող ձեր բոլորին պահպան լինի, միշտ ձեզ ուրախ տեսնեմ եւ ձեր նպատակներին իրականացում լինի։ Աստված ձեր բոլորին պահպան, շնորհակալություն։ Քաղաքի բարեփոխումների շարունակական ընթացք է խոստանում նաև Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանը։ Ուզում եմ շնորհավորել մեր բոլոր աբովյանցիներին, մեր Աբովյանի 49-ամյակի կապակցությամբ, բոլորին մաղթել առողջություն եւ հաջողություն։ Բարեփոխումները մեր քաղաքում դարձել են ավանդույթ, միշտ լինելու են, շարունակական են լինելու, եւ դուք ինչպես գիտեք, մեր կողքին կանգնած մեծ բարերար, մեր քաղաքի պատվավոր քաղաքացի, մեր քաղաքի պատգամավոր Գագիկ Ծառուկյանը։ Ամեն ինչով աջակցում, ամեն ինչով կանգնած է մեր կողքին։
Քաղաքի համընդհանուր տոնին են միացել նաև հայ էստրադայի լավագույն կատարողները, պարային համույթներն ու հումորի վարպետները։ Ավանդական վիճակահանություն ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս անգամ խաղարկությանը մասնակցող հարյուրավոր քաղաքացիներ տուն կվերադառնան կենցաղային արժեքավոր նվերներով։ Տոնական մթնոլորտ ու բարձր տրամադրություն մինչև ուշ երեկո, իսկ համերգային ծրագրի ավարտին նաև շքեղ հրավառություն։ Շնորհավոր տոնդ, սիրելի Աբովյան։ Վարդուհի Մելտոնյան, Մհեր Կիրակոսյան, Աշոտ Համբարձումյան, Հովանես Քյուրքչյան, Էպիկենտրոն։